Միջազգային խաղաղության պահապան ՄԱԿ-ը դարձել է կոռուպցիոն կազմակերպություն, կարծում են ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքված այս մարդիկ։ Միջազգային ազգերի կոռուպցիոն օրգանիզացիա, որտեղ կոռուպցիան ուտում է ու իրանք ուզում են խաղաղություն երկիր մոլորակի վրա։ Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ ՄԱԿ-ի փետրվարի 17-ի հրապարակած եզրակացությունն է բարկացրել ակցիայի մասնակիցներին։ Կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը արձանագրել է, թե Արցախի նախկին պետնախարարի կալանավորումը կամայական չի եղել։ Ռուբեն Վարդանյանն տականքներ, դուք մարդկությանն եք ոչնչացնում։ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բացահայտել է, որ խմբի նախագահող Հաննա Յուդկիվսկան համագործակցում է մի փաստաբանական ընկերության հետ, որը Ուկրաինայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության Սոքարի շահերն է պաշտպանում։ Բացի այդ, Յուդկիվսկայի ամուսինը ադրբեջանական արմատներով ուկրաինացի քաղաքական գործիչ է, կոռուպցիայի մեջ թաթախված։ UNWGAD հանձնախմբի համարում ենք հենց ինքն է կամայական։ Չեն բացառում ակցիայի մասնակիցները, որ Յուդկիվսկան Ադրբեջանից գումար է վերցրել կեղծ եզրակացության համար։ Ահազանգում են, հերթական անգամ կարող են ոտնահարվել Բաքվում գտնվող հայերի իրավունքները։ Ադրբեջանը փորձում է իրավական ճանապարհով ապացուցել, թե Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս 15 գերիների ձերբակալությունը կամայական չի եղել։ Մենք կունենանք Ադրբեջանի միջազգային հանցագործ վարչախմբի կողմից նոր այսպիսի դիմումներ եւ նրանք Բաքվի բանտերում ապօրինի գտնվող մեր պատանդների վերաբերյալ կկարողանան ըստ էության հենց գնել եւ կառավարել ՄԱԿ-ը։ Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Ակցիայի մասնակիցները համոզված են, որ այս ամոթալի որոշման մասին լավատեղյակ իշխանությունը լուռ հետևում է, թե ինչպես են Բաքվում ապօրինաբար դատում հայերին։ Ամոթ նաև մեր կառավարությանը, որ լռում է, որը եւ ոչինչ չի անում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջոցով նամակ են հանձնում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այսպես հանձնել Պահանջում են, որ նա վերանայի կամայական կալանավորման աշխատանքային խմբի եզրակացությունը եւ անցկացնի նոր անաչառ փորձագիտական քննություն։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Առաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։